450-ից 451 թվականների ապստամբությունը։ Պարսկաստանի վարած քաղաքականության պատճառով Հայաստանը կորցնում է իր ինքնուրույնությունը և նմանվում է Պարսկաստանի մի նահանգին։ 449 թվականին Պարսկաստանը առաջարկեց հայերին հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել պարսկական կրոնը, կրակապաշտությունը։ Այդ դավանափոխությունը միայն կրոնի հարց չէր։ Նրանք ուզում էին, որ հայերը կորցնեն իրենց ինքնուրույնությունը և դառնան պարսիկ։ Բազմաթիվ հայ նախարարներ, առաջնորդներ ժողով են հրավիրում Արտաշատում և հրաժարվում են իրենց կրոնը փոխելուց։ Զարացած Հասկերտը հայ նախարարներին դիզվո քաղաք է կանչում և սպառնում, որպեսզի ընդունեն կրակապաշտությունը և հակառակ դեպքում նա նրանց մահապատժի կենթարկի։ Հայ նախարարները խելացի են գտնվում և նրանք որոշում են, որ ընդունեն կրակապաշտությունը, բայց նրանք գաղտնի հավատարիմ են քրիստոնեությանը։ Դա միակ տարբերակն էր, որ նրանք գնան Հայաստան, բայց այդ որոշմանը դեմ էր Վարդան Մամիկոնյանը։ Մեծ դժվարությամբ նախարարներին հաջողվում է համոզել Վարդան Մամիկոնյանին։ Հասկերտը շատ էր ուրախանում և հայ նախարարներին պատվով փառքով Հայաստան է ուղարկում։ Նա լիովին չէր վստահում հայ նախարարներին և պատանդ է պահում Վասակ Սյունի որդիներին և Գուգարքի Փդեշխ Աշուշայի։ Հայ նախարարներին հանձնարարված էր 1 տարում վերացնել ամբողջ քրիստոնեությունը։ 450 թվականին հայ նախարարներին ուղեկցող մոգերը ուզում էին քանդել հայ եկեղեցիները, բայց նրանք սպանվեցին հոգևորականներից և ժողովուրդների կողմից։ Այդ վճռականությունը ոգևորեց հայ նախարարներին և նրանք միացան ժողովրդին։ Վարդան Մամիկոնյանի շուրջը հավաքված հայրենասերները Վարդանանք սրբազան երդում տվեցին։ Հայերը կյանքի գնով պատրաստ էին պաշտպանելու իրենց հայրենիքը։